Շնորհակալություն Տիկին Թումանյանց, Հայաստանի Հանրապետության մեծարգո նախագահ, Հայաստանի Հանրապետության մեծարգո վարչապետ, Համայնքային դատարանի մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ, նախ թույլ տվեք շնորհավորել ձեզ այսօրվա կապակցությամբ, եւ շնորհակալություն հայտնել այս միջոցառմանը ելույթով հանդես գալու հնարավորության մասին։ Տիկին Թումանյանց, դուք գիտեք, ես ի սկզբանե խոստացել եմ լինել ծայրահեղ անկեղծ իմ ընտրողների հետ, եւ այստեղ եւս այդ ծայրահեղ անկեղծությունը կկիրառեմ։ Ես չեմ ասել պետական ծառայությունը լավություն է, ասել եմ պետական ծառայող իր գործառույթները իրականացնելիս քաղաքացուն չպետք է դա մատուցի որպես լավություն, որովհետեւ դա աշխատանք է, որի համար մենք մեզանից յուրաքանչյուրը վարձատրվում է։ Տեսեք, կարճացնում բովանդակությունն է փոխվում։ Գիտեք, առաջի գաղափարը օգտագործել թվային լուծումներ արդարադատություն իրականացնելիս, այդ է եկել ոչ 21-րդ դարում, ոչ 20-րդ դարում, ոչ 19-րդ դարում, եթե չեմ սխալվում, Gottlieb Leibnizն է դեռևս 18-րդ դարի վերջում առաջարկել մի գաղափար, որի էությունը հետևյալն է, որ ցանկացած դատական դատողություն կամ փաստար կարող է ներկայացվել մաթեմատիկական հաշվարկների միջոցով եւ հասնել որոշակի լուծումների։ Այնուհետև այս խնդիրն անդրադարձել է եւ Նորբերտ Վիները եւ այլ հետազոտողներ կիբեռնետիկայի ոլորտում, բայց որևիցե մեկը որևիցե անգամ չի բարձրացրել հետեւյալ հարց, որ մեքենան կամ արհեստական բանականությունը կարող է կամ որևիցե եղանակով հնարավորություն կունենա փոխարինել մարդուն, որը պետք է իրականացնի արդարադատություն։ Ի վերջո այն ինչ մենք անվանում ենք արհեստական բանականություն, դա նոր երևույթ չէ։ Արհեստական բանականությունը հիմնված է ալգորիթմային հաշվարկների վրա եւ ալգորիթմների վրա, որոնք ձևավորվել են դեռևս 20-րդ դարում, իսկ նրանք միշտ եղել են եւ միշտ գոյություն են ունեցել տարբեր եղանակներով, այդ թվում դատական իշխանությունը նախկինում կիրառել է։ Արդյոք արհեստական բանականությունը այսօր անհրաժեշտ է եւ օգտակար դատական իշխանությունում։ Արդյոք մենք կարող ենք արհեստական բանականության գործիքների միջոցով նվազեցնել դատավորի ծանրաբեռնվածությունը։ Ես կրկին շատ անկեղծ կգտնվեմ եւ պետք է ասեմ, որ մենք 7 տարի հետ մոտավորապես ես պետաերավական հարցերի հանձնաժողովի նախագահն եմ եւ մենք ամեն ինչ արել ենք, որպեսզի դատարանները բեռնաթափվեն։ Բայց կա մի կարևոր լուծում եւ բաց տեքստով պետք է ասեմ, մեր մոտ դատավորների թիվը չի համապատասխանում միջին եվրոպական չափանիշներին։ Մենք կարող ենք տարատեսակ լուծումներ գտնել, բայց դատավորների թվականակը շատ ավելի քիչ է։ Հասարակական հարաբերությունները Հայաստանում շատ ավելի ակտիվ եւ դինամիկ են զարգանում։ Մենք ունենք նոր դատավարության տեսակներ, նոր էլեմենտներ դատավարության, արհեստական բանականությունը դարձել է փաստաբանների կողմից օգտագործող, շատ ակտիվ օգտագործող երևույթ, այսինքն միջին փաստաբանը կարող է շատ ավելի ակտիվ եւ արագ աշխատել, քան պետական ապարատը որպես այդպեսին։ Եվ սա հանգեցնելու է վաղ թե ուշ իրավիճակների եւ պարզապես պետական համակարգը, եթե չորթեգրի արհեստական բանականության գործիքների օգտագործման հնարավորությունը, դա կարող է հանգեցնի պետական ապարատի պարալիզացմանը։ Այսինքն փաստաբանը ունակ կլինորական հարյուրավոր հայցեր ներկայացնել, իսկ պետական համակարգը չկարողանալու արձագանքել։ Բայց արդյոք արհեստական բանականությունը պետք է դատարաններին։ Իրականում կա նաև տեսակետ, չեմ ասի ով, նաև մեր գործընկերներից կիսում է այդ տեսակետը, որ իրավաբանի մասնագիտությունը ընդհանրապես մահամերձ է, վաղ թե ուշ հնարավոր կլինի ունենալ արհեստական բանականության համարժեք գործիքներ եւ այլևս իրավաբանի կարիք չի լինի։ Ես այդ կարծիքի կողմնակիցը չեմ, որովհետեւ պարոն վարչապետ, դուք ճիշտ ընդգծեցիք, սահմանադրականությունը, իրավականությունը ունի նաեւ բարոյական կողմ։ Մեր մոտ շատ դեպքերում քաղաքացիները, երբ որ բողոքում են արդարադատության սակավությունից կամ արդարության սակավությունից, նրանք շատ դեպքերում չեն կարողանում հայտնաբերել իրավակարգավորման մեջի բարոյականությունը, երբ որ օրենքի բարոյականությունը դու չես հասկանում, չես ուզում այդ օրենքը կիրառես։ Եվ սա ստեղծում է լուրջ խնդիրներ։ Ինչևէ, վերադառնալով արհեստական բանականության գործիքներին, ես մի հարց եմ ուզում տալ մեր գործընկերներից, քանի հոգի է օգտագործում այսօր դատական գործերի քննության ընթացքում արհեստական բանականության գործիքներ։ Գիտեմ, հարցը մի քիչ բարդ է, բայց ես օրինակ օգտագործում եմ ձեռքը բարձրացնում, իսկ ով է պատրաստ ձեռք բարձրացնել, կարծես թե ոչ ոք, 1, 2, որոշ գիզակներ կան 3, 4, 5,
խիզախությունը շատանում է։ Ինչ եմ սա ասում, որտեղ ինձ է դա անձամբ պատել, դատավորներից մեկին տեսա, ասում եմ ծանրաբեռնված եմ, ասում եմ բահարիստական բանականության գործիքներ օգտագործում, ես այդքան ժամանակ չունեմ սովորելու։ Ասում դու մեկ օր պետք է ծախսես հասկանալու համար թե այդ աշխատանքը ինչպիսին է, որովհետեւ դու կարողանաս սկսես օգտագործել։ Եվ այստեղ երկրորդ հարցն է գալիս, ինչի՞ ես ասում, որ ծանրաբեռնվածությունը դատավորի չպետք է նվազի արհեստական բանականության գործիքների օգտագործման միջոցով։ Դատավորը պետք է լինի ծանրաբեռնված։ Բայց դատավորին պետք է ազատել ռուտինայից, այն, ինչ մենք անվանում ենք ամենօրյա անհասկանալի ինչ-որ մեխանիկական գործառույթներ, որոնք դատավորը ինքնին չպետք է կատարի։ Մենք վերջի շրջանում բավականին հետաքրքիր օրենսդրական փոփոխություններ կատարեցինք ծիծաղելիները, բայց այդպիսին է, ասենք մենք այսքան նույնականացման գործիքների մեջ դատավորները ստիպված են լինում ամեն որոշման ամեն էջ յուրաքանչյուր դատավոր կոլեգիալ մարմնի ստորագրել։ Մոտավորապես որ համադրենք դա բուժական թերապիա է, դա կոչվում է աշխատանքային թերապիա։ Այսինքն նույն բանը անընդհատ կրկնես եւ պատկերացնեք ինչքան ժամանակ կտարի։ Արհեստական բանականության գործիքները պետք է ուղղված լինեն միանշանակ դատավորի ծանրաբեռնվածության նվազեցմանը, բայց ռուտինային նվազեցմանը, հնարավորություն տալու համար դատավորին, որպեսզի իր օրը կազմակերպի այն եղանակով, որպեսզի բովանդակային վերլուծություն իրականացնի։ Ինչպիսին են Եվրոպայի խորհրդի եւ եվրոպական ստանդարտները արհեստական բանականության գործիքների օգտագործման։ Սա մասն էլ պետք է խոսենք, որտեղ մենք նոր սկսում ենք տևակոխել այդ փուլը։ Կան որոշակի չափորոշիչներ, համար մեր չափորոշիչը հետեւյալն է։ Մեքենան չի կարողանա փոխարինել դատավորին, սա սկզբունք է։ Կարելի անդրադառնալ ռոբոտատեխնիկայի օրենքներին հայտնի, բայց այդուհանդերձ թողենք սա մի կողմի վրա, նպաստելու համար այն ալգորիթմները, որոնք պետք է օգտագործվեն արհեստական բանականության արդարադատություն իրականացնելիս, պետք է լինեն թափանցիկ, պետք է լինեն ոչ խտրական եւ պետք է լինեն բողոքարկելի։ Ինչի եմ ասում ոչ խտրական, թափանցիկ եւ այլն, որովհետեւ մեզ թվում է, որ մենք արհեստական բանականության հետ գործ ունենք, որի օբյեկտիվ տեղեկատվություն է մեզ տալիս։ Սա շատ եւ շատ կասկածելի դատողություն է, որովհետեւ կախված դրանից արհեստական բանականության որ գործիքը ինչ ալգորիթմի վրա է հիմնված, կախված է թե վերջինս ինչ պատասխան է տալու։ Ամփոփելու համար, գիտեմ երկար խոսեցի, ամփոփելու համար, որտեղ այս հարցադրումը շատ է հնչում, ես կցանկանայի ասել հետևյալը, այո, արհեստական բանականությունը անհրաժեշտ է դատարանի որակական ցուցանիշները փոփոխելու համար, բայց մեզ պետք է արհեստական բանականության այնպիսի գործիք, որը հիմնված կլինի փակ համակարգի վրա, որովհետև արհեստական բանականության բաց գործիքները շատ վտանգավոր են։ Մենք չգիտենք իրանք ինչ ալգորիթմով են աշխատում, ով է այդ ալգորիթմի տակ կանգնած, այդ ալգորիթմը արդյոք ճիշտ է հաշվարկում այս կամ այն լուծումը եւ այլն։ Փակ համակարգ նշանակում է, որ արհեստական բանականության machine learning-ի գործիքները հիմնված են ներպետական, դատական պրակտիկայի ամբողջականությունը պետք է լինի, այսինքն դա պետք է լինեն այն աղբյուրները, որոնց հիման վրա դատավորը կարող է իրականացնել արդարադատություն, ստանալով համարժեք օգնություն արհեստական բանականության գործիքներից։ Հակառակ դեպքում, եթե մենք անտեսենք արհեստական բանականության գործիքները, չունենանք մեր սեփական արհեստական բանականության գործիքները, արհեստական բանականության տարբեր տեսակի եւ տարբեր երկրներ գիտեք իրենց համակարգներն են ձևավորում, այդ գործիքները կարող են խեղաթյուրել ընդհանրապես արդարադատության արդեն թվային կամ ժամանակակից համակարգ Հայաստանի Հանրապետությունում։ Եթե կարողացա պատասխանել ձեր հարցին, մոտավորապես այսպես է, շնորհակալություն։